Okay, հարազատներս, սկսում ենք շատ համով մի բան է, անպայման պետք է սարքեք, նոր տարվա սեղանի համար էլ, հյուրեր ունենաք շատ արագ, շուշուտ, հավեսով մի հատ լավ բան է, որ բոլորը կզարմանան անգամ դրանից։ Մեզ ինչ է հարկավոր, ամեն առաջի բանը, որ հարկավոր է, այս հենց ֆանտանի կամ ինչի շիշ, որ կգտնեք, որը ինքը բավական ցենց լայն օտ է, մեծ օտ է, սա գլխի հատվածը, վերևի հատվածը հանում ենք, կտրում ենք, որպեսզի սա ենք օգտագործելու։ Սա մի կողմ դրեցինք հիմա։ Մեզ հարկավոր է 1 լիտր կաթ։ Ես եփելու եմ այս ամանի մեջը, որտեվ հետո հեշտ լինի ինձի արդեն լցնելու համար անգամ։ Okay. Ուղիղ 1 լիտր է մեր կաթը։ Ինձ պետք է լինելու ագար, հանկարծակի, չշփոթեք ժելատինի հետ, սա ժելատին չի, ագար է, եթե ուզում եք նկարեք, սա պետք կգա հետո ձեզի, չնայած, որ ես անպայման կտեղադրեմ բաղադրությունը, այնտեղ կլինի, բայց ուղղակի ուզում եմ իմանալ, որ ճիշտ բան օգտագործեք, ժելատինով փորձել եմ նախկիներում, չի ստացվել, հանկարծ դուք չանեք, իմ սխալը չկրկնեք դուք։ Ինձ պետք է 14 գրամ ագար։ Եվ հարկավոր է 60 գրամ շաքարավազ, որը որ էլի կարող եմ սա օգտագործել։ Այս ամենը հիմա մի լավ խառնելուց հետո դնում ենք գազօջախին, անպայման խառնելու ենք, նոր դնենք գազօջախին, որովհետև կքարանա մեջը։ Հիմա ինչ էի ասելու մեկ էլ, մանդարինները, եթե նկատում եք, մոտ մի քիչ խոշորոտ է, որովհետև այս ամանը մեջը որ դնեմ, հետո կողքից արդեն այդ հատվածի համար շատ տեղ չի անելու, ես ստիպված մի քիչ այսենց շերտով վրայից վերցրել եմ, որպեսզի ավելի ինքը տեղը կողքը տարածքը ավելի մեծ մնա։ Սրանք անպայման պետք է նորից հետո 2 հատ արել եմ, 2 հատը թողել եմ, հիմա շուշուտ էդ կանեմ։ 4 հատ մանդարին եմ ես օգտագործելու, եթե ձեր շիշը դուք կգտնեք շիշ ավելի մեծ, կարող եք 5 հատ, 6 հատ էլ օգտագործել, ինչի չէ։ Ես հիմա շուշուտ թեթե վրայից հանեմ։ Ընդհանրապես որ կողքերը ավելի տեղը զբաղացվի, որտեվ եթե ամբողջը մանդարինը գրավի, հետո ինձ դժվար է լինելու կտրտելու ժամանակ։ Վերջ, անցնենք արդեն գազօջախի մոտ է։ Okay, ժողովուրդ ջան, պիտի այս ընթացքում անընդհատ, երբ որ գազի վրա է ինքը գտնվում, պետք է խառնենք, որպեսզի տակը չկպնի եւ ինքը չքարանա էլ։ Մինչև որ արդեն սկսի եռալ ու կանջատենք։ Okay, ժողովուրդ ջան, ինձ մոտ արդեն ուզում է եռա եւ ինքը շատ թեթև թանձրացել է։ Հիմա արդեն ուզում եմ անջատեմ։ Եռում է արդեն, եռաց։ Անջատում ենք արդեն վերջ։ Այդտեղ պետք չի դրանից ավել։ Okay, ժողովուրդ ջան, ինչա մեզի հարկավոր, ուրեմն մեզ պետք է շատ քիչ տակի հատվածը, մոտ այսքան, լցնենք ու
լցնում ենք ու թողնում ենք սառնարանում 10 րոպե։ 10 րոպե հետո հետ պետք է բերենք նորից։ Okay։ Այսքանը բավական է։ Okay, Ժորժ ջան, արդեն 10 րոպեն անցել է, մեր մոտ քարացել է, եթե նկատում եք, չի էլ շարժվում անգամ։ Սա նրա համար էր, որպեսզի կարողանանք պահենք մանդարինները վրան ճիշտ դիրքով։ Հիմա ես օգտագործում եմ սուշի փայտիկները, չապստիկները։ Կարող եք դուք ուրիշ մեկ այլ փայտիկները, խորովածի փայտիկները տենց կան, որ վաճառում են, դրանք օգտագործեք։ Հիմա մանդարինները պետք է ես վրան հավաքեմ։ Oops. Okay. Եվ շատ զգուշությամբ տեղադրում եմ իրան մեջը։ Հիմա մեր մնացած արդեն կաթը ագար-ագարը, որ սարքել էինք, լցնելու եմ, իրան մեջտեղի հատվածն եմ պահում, okay? Եվ լցնում եմ արդեն մեջը։ Մինչև եմ պահա, որ արդեն ինքը իրան ծածկում է։ Եվ վերջ։ Հիմա որպեսզի ես իրան կարողանամ պահեմ, որ մեջտեղի հատվածում մնա, ես հատուկ թել եմ վերցրել, ուզում եմ այդ թելով իրան կապեմ եւ այս կողքերից փոքրիկ արանք եմ արել, շատ փոքրիկ։ Մի հատ մնա դե իր տեղը, okay։ Որպեսզի չշարժվի։ Okay, եւ այստեղ հիմա ավելի ամուր կսեղմեմ, կկապեմ ու կդնեմ սառցախցիկ 1 ժամ։ Okay, Ժորժ ջան, մինչև էդի արդեն կսառի մեր մանդարինով կաթով սարքած ագար-ագարը, մեզի հարկավոր է այս ընթացքում պատրաստենք շոկոլադը։ Մեզ պետք է գալու 300 գրամ կաթ, սա արդեն լվացված է, դատարկ է, մաքուր է։ Նորից սրա մեջ եմ պատրաստելու, որտեղ շատ հեշտ է սա օգտագործելը լցնելու ժամանակ։ Okay, մեզ հարկավոր է լինելու 40 գրամի չափ շաքարավազ, մեջ պետք է լինելու շոկոլադ, ես այստեղ վաճառում եմ այսպիսի շոկոլադներ, արդեն պատրաստի է, ինքը փոքրիկ տրուֆելների նման, բայց փոքրիկ շոկոլադներ են հատուկ խմորեղեն պատրաստելու համար, արդեն պատրաստի, ինքը դարձ չակլետ է։ Սրա կեսն եմ օգտագործելու, այսինքն մոտավորապես 120 գրամի չափով, սա ինքը 250 գրամ է։ Okay, կեսը մնաց։ Եվ մեզ պետք է գալու կակաո 25 գրամ։ Okay, so մեկ գթալը 14 գրամ է, այսինքն մեկ գթալու մի քիչ ավել, կեսի չափով, մի քիչ ավել։ Վերջ։ Եվ մեզ պետք է գալու 8 գրամ ագար-ագար, այսինքն մեկ թեյի գթալ, մենք պետք է վերցնենք։ Yeah. Եվ սա դնում ենք կրակի վրա, եփելու ընթացքում պետք է ավելացնեմ, չէ, actually ոչ ման չունեմ էլ ավելացնելու, ագարը դրել եմ, արդեն պետք է հիմա խառնեմ ու նոր դնեմ։ Okay, տանենք գազի վրա արդեն։
Okay, Ժորժան, եթե նկատում եք արդեն ես այստեղ շոկոլադը հալվում է եւ պետք է սպասենք, որ ինքը սկսի արդեն եռալը ու այդ ժամանակ կանջատենք։ Այս ընթացքում պարտադիր պետք է խառնենք, որպեսզի տակն էլ չկպնի եւ գունգուն չմնա մեջը ագար-ագարը։ Արդեն մեր մոտ եռում է, հիմա արդեն անջատելու ենք եւ մի փոքրիկ սպասենք սառչի։ Okay, նայում եք Ժորժան, արդեն ոնց կապել է ինքը էտնի ձևով է սառել է այստեղի հատվածով իր մասը հանեմ արանքներից։ Շատ լավ մեթոդ է, այս թելի մեթոդը իմիջիալոց։ Հիմա փորձեմ իրան հանեմ մեջից։ Ինքը բավական է, այո, բավական է։ Sorry, աղմուկի համար կներեք։ Հա եւ խնդրեմ։ Մակարանք թեթև։ Այս ծերից կտրենք մի հատ են կոմ դնենք և այս մի ծերից, որպեսզի սիրուն լինի։ Եվ արդեն մեր շոկոլադը վրան լցնենք։ Okay, ահա եւ վերջ սիրելիներս, նայում եք, արդեն պատրաստ է։ Այնքան հեշտ է կտրվում, որ պարզ լինի, մանդարինները մեջն են։ Okay, հյուր գալու դեպքում շատ լավ դեսերտ է, շատ հեշտ պատրաստվող, մենակ որ ճիշտ բաղադրատոմսը օգտագործեք, անպայման ագար-ագար օգտագործեք, ժելատին չօգտագործեք, որպեսզի ստացվի, թե չէ իմ նման կքաշվեք։ Ես արել եմ ժելատինով, չի ստացվել, քանդվում է իրարից, իսկ այսպես շատ ինքը լավ, հանգիստ, պինդ, ամուր մնում է։